Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի եթերում, այսօր իրական օրակարգի ֆորմատում քննարկում ենք ունենալու քաղաքագետներ Ստեփան Դանիելյանի եւ Երվանդ Բոզյանի հետ, ինչպես ամեն շաբաթ ենք քննարկումներ ունենում։ Եվ այսօր մի հետաքրքիր թեմա ենք ընտրել, առիթը հանդիսացավ Եվրանեստի այս համաժողովը նիստը Հայաստանում, որ տեղի ունեցավ խորհրդարանում, ընդհանրապես եւ այդ նիստը եւ միջազգային կառույցների վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին կամ ավելի շուտ այն երկակի ստանդարտները, որոնք գործածվում են այդ կառույցների կողմից, որոնք մարդու իրավունքների պաշտպանությունը դրոշակ դարձրած, միջամտում են տարբեր պետությունների ներքին գործերին։ Եվրանեստին մասնակցելու չեկան Երևանյան հանդիպանը, մասնակցելու չեկան Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները բամբուզան։ Ինչով էր սա պայմանավորված եւ ընդհանրապես ինչ տվեց դա։ Մենք լսեցինք այնտեղ նաեւ ելույթներ, որտեղ եվրոպացի падգամավորները փաստորեն կշտամբում էին Հայաստանի իշխանություններին, բայց դա այսպես ուղղակի մեծամասնություն չէր, հիմնական խոսակցությունը չէր այդ հանդիպան խնդրը։ Տեսեք, պաշտոնապես Վրաստանի ազգային ժողովի նախագահ Պապուաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը չի մասնակցի, որովհետեւ այնտեղ պիտի մասնակցի նաեւ Վրաստանի ընդդիմադիր գործիչները։ Փաստորեն ստացվելու էր, որ Եվրանեստը փորձում էր նոր վեճ բացեր Վրաստանի իշխանությունը, Վրաստանի ընդդիմությունը Երևանում պետք է իրար հետ վիճեին։ Դուք հասկանում եք, չէ՞։ Եվ ավելին կարող եմ ասել, որ Պապուաշվիլին ասաց, որ փաստացի պատրաստում են մասնակցել այնպիսի գործիչներ, ովքեր որ մասնակցել են խժդժություններին Վրաստանում, ովքեր որ պահանջել են ռազմական հեղաշրջում իրականացնել, ովքեր որ գրոհների մեջ են մասնակցել եւ գոհունակության են արժանացել արևմտյան կառույցների կողմից։ Այսինքն Վրաստանի իշխանությունը շատ ճիշտ իմ կարծիքով որոշում կայացրեց, հայտարարեց, որ ես չեմ ուզենա այս վեճը այդ ուժերի հետ տեղափոխել Թբիլիսից դեպի Երևան, այն ինչ որ Եվրանեստն է ուզում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանի մերժումը պատճառաբանվեց նրանով, որ եվրոպական կառույցները կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կամ ինքը նույնիսկ հայտարարեցին, որ իբր Եվրամիությունը այդքան էլ դրական չի գնահատել օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան այդ համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց իրական պատճառը բոլորս էլ հասկանում ենք, որ Ադրբեջանը փորձեց համերաշխություն ցույց տալ Վրաստանին եւ հենց դրա պատճառով էլ չմասնակցեց Երևանյան այս համաժողովին, որը արդեն միջազգային դիտորդները գնահատեցին, որ հարավային Կովկասում փաստացի Կովկասի խնդիրները քննարկվում են առանց Վրաստանի եւ Ադրբեջանի, ընդ որում Հայաստանը դառնում է հարթակ, որտեղ պետք է հարձակումներ լինեն Վրաստանի իշխանությունների վրա։ Ինքը որպես ինքնին որպես պատկեր շատ ծիծաղելի է, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար։ Ասեք իշխանությունը պետք է հրաժարվեն։ Ես չեմ ասում, ես գիտեք, ես բազմաթիվ տարբերակներ կար, որտեղ կարծում եմ, որ իշխանությունը ունեին տարբեր հնարավորություններ, այդ Եվրանեստի հետ կապված ինչ-որ լուծումներ գտնեին, որպեսզի այս իրավիճակը չլիներ, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը կողմա որ բարեդրացիական հարաբերություններ հաստատվի հարևանների հետ բան եւ այլն, նույնիսկ այս պատկերը ցույց տվեց, որ իրենց պատկերացումները շատ հեռու են իրականությունից եւ մեր հասարակությունը պետք է շատ լավ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի ընդհանուր առմամբ այս քաղաքական թիմը ոչ այնքան նպատակադրված է խաղաղության համակարգ հաստատել իր հարևանների հետ, որքան ինքը փաստացի գործիքի դեր է փորձում կատարել արևմտյան կառույցների ձեռքում, ընդ որում այն արևմտյան կառույցների, ովքեր որ երկակի ստանդարտով են մոտենում մասնարապես Հայաստանի եւ Վրաստանի նկատմամբ։ Վրաստանում բոլոր տիպի ցուցանիշներով Հայաստանից առաջ է կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, դեմոկրատիայի հետ կապված խնդիրներով մի կարգով ավելի առաջ են քան մենք։ Օրինակ կոռուպցիայի հետ կապված տեսեք, բոլորը խոսում են, որ մենք հիմա էապես փոփոխություն ա եղել 2018 թվականից հետո, չէ՞։ Հիմա կոռուպցիայի մասնագիտացված կառույցը Transparency International-ի գնահատականներով 2018 թվականից առաջ եւ հետո մինչեւ հիմա մնացել է համակարգային կոռուպցիան Հայաստանում հաստատված է։ Այն ժամանակ էլ կար, հիմա էլ կա։ Ոչ մի տարբերություն չկա, հարգելի ժողովուրդ, հարգելի Բորիս, եւ ավելին կարող եմ ասել, որ եթե մենք համատենք նույն Transparency International-ի գնահատականներով, Վրաստանում կոռուպցիայի գործակիցը մոտավորապես 20-25% ավելի ցածր է քան Հայաստանում։ Ընդ որում նկատենք, որ կոռուպցիան ցուցանիշը
ոչ թե այսօրվա, ոչ թե անցյալ տարվա, նախանցյալ տարվա, դա հետևողական է վերջին 7 տարվա ընթացքում, որ նայում ենք այդ գործակիցը, ապա տատանումա մոտավորապես 20%-ի կարգի, այսինքն 20%-ի կարգով Վրաստանը ավելի քիչ կոռումպացված է, քան Հայաստանը։ Եվ այն Վրաստանը, որին արևմտյան կառույցները դատապետում են, քննադատում են իբր թե հակադեմոկրատական process-ների պարագայում, եւ այն Հայաստանը, որը ըստ էության որևէ քննադատության չի ենթարկվում նույն արևմտյան կառույցների կողմից, բայց փաստացի մասնագիտացված կառույցների կողմից Transparency International-ը կամ Freedom House-ը կամ գնահատականները բավականին օբյեկտիվ են, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ այդ արևմտյան կառույցների պահվածքը բերել է նրանց, որ իրանց հանդեպ վարկանիշը անկում ապրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում։ Տեսեք, Հայաստանում բազմաթիվ սրբազանների ձերբակալեցին, 0 արձագանք։ Հայաստանում ձերբակալվեց մեծահարուստ, որը ընդամենը մի նախադասություն է հայտարարել, 0 արձագանք։ Հայաստանում փաստացի ձերբակալում են massայաբար բոլոր ընդդիմադիր տեղական քաղաքապետերի, Գյումրիի քաղաքապետ, Մասիսի քաղաքապետից վերջերս, Փարաքյարի ղեկավարը, համայնքի ղեկավարը սպանվեց, կարելի ասել նախկինում փաստացի գործ բացվեց նաև Վանաձորի քաղաքապետի վրա, մենք հիշում ենք Գորիսի քաղաքապետի պատմությունը, Սիսիանի քաղաքապետի պատմությունը, Ալավերդի, այսինքն փաստացի կարելի ասել, որ Հայաստանում բոլոր տեղական կառույցների վրա այս իշխանությունը գործեր է բացել կոռուպցիայի հետ կապված, 0 արձագանք կամ միջազգային հանրության կողմից։ Մինչդեռ Վրաստանի ընտրությունների պարագայում վերջի այս ընտրությունները տեղական, որ հոկտեմբերի 4-ին գնաց, չէ, ըստ էության որևէ դեպք ոչ մի ընդդիմադիր քաղաքապետ չհետապնդվեց Վրաստանի իշխանության կողմից, բայց այդ ընտրությունները փաստորեն լեգիտիմ չի ընկալվում նույն արևմտյան կառույցների կողմից։ Հարց կարող եմ տամ, քանի կոպեկ արժի արևմտյան կառույցների իրական գնահատականը Հայաստանի եւ Վրաստանի նկատմամբ, երբ որ մեր հասարակությունները արդեն տեսնում են, որ այդ կառույցների կողմնակալությունը ուղղակի զռռում ակնհայտ է։ Եվ օրինակ եմ ասում, այս նույն վաղարշապատի այս համայնքի ընտրություններից առաջ, տեսեք ինչ կատարվեց։ Մինչև այս ընտրությունները իշխանությունը գնաց ռեպրեսիվ քայլերի, Մասիսի քաղաքապետին կանոնավորեցին, Գյումրիի քաղաքապետին կանոնավորեցին, Փարաքյարի քաղաքապետը սպանվեց վերջին ժամանակատում, մեսիջա, չէ, որ փաստացի հարգելի վաղարշապատցիներ, դուք մտածեք, դուք ուզում եք ունենալ ընդդիմադիր համայնքապետ, թե ոչ, դա մեսիջա, ակնհայտ մեսիջա։ Հաջորդը վարչական ռեսուրսի մասին են խոսում։ Նույն Դանիել Հովհաննիսյանը անընդհատ թմբկահարում էր վարչական ռեսուրսին, նույնիսկ ինչ-որ բաներ էր տալիս, ինչ-որ սրբազանների վերաբերյալ բան։ Հիմա իրեղենապացույց կա, որ հոկտեմբերի 21-ին այս վաղարշապետի քաղաքապետը Արգիշտի Մեխակյանը սեղան էր գցել, տեսարանն էլ ուղղակի տպավորիչ էր, այդ գյուղում հսկայական մի հատ սեղան, քեֆ ու բան, այս կոմենկում եւ ինքն էլ ելույթ է ունենում, նվերներ են տալիս, նվերներից մեկն էլ $10,000 նվեր, սա իրեղեն ապացույց է վարչական ռեսուրսի չարաշահման, կոռուպցիայի նույնիսկ դրսևորում, քրեական գործ պետք է բացվի այս ամեն ինչի վրա, 0 ռեակցիա, 0 արձագանք, սա ցուցանիշ չի, որ արևմտյան կառույցների վերաբերմունքը ուղղակի վիրավորական է հայ հասարակության նկատմամբ, կամ եթե մենք հիմա մարդիկ, որ գնում են Էջմիածին, տեսնում են այդ Էջմիածին մուտք գործելու այդ բանի նկարները, Արգիշտի Մեխակյանի այդ պաստառները, դա ոնց որ մտնում ես փոքրիկ Հյուսիսային Կորեա, ոնց որ Կիմ Չեն Ինի նկարներ լինեն, այսինքն այդ մարդու ամեն ինչը, ասենք, տպարությունն է, որ Էջմիածինը փաստացի դառել է մեկ առանձին վերցրած մի հատ Հյուսիսային Կորեայի մոդել, որտեղ Արգիշտի Մեխակյանն պետք է լինի այդ իրանց փոքրիկ դիկտատորիկը, հա, սա է այս բանը դեմոկրատական բաստիոնի, այսպես ասած, հայցեկարտը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Սա է խնդիրը։ Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Մենք փաստորեն խոսում ենք մարդու իրավունքների մասին եւ թե ինչպիսի արձագանք ունի արևմուտքը մարդու իրավունքներին։ Մենք անցած հաղորդման ժամանակ խոսում ենք եկեղեցու մասին, որ կա նաեւ արևմտյան պատվեր աշխարհակաղակական պատճառներով եկեղեցին հանելու, այսինքն մտցնել արևմտյան վերահսկողության տակ։ Այսինքն դավանափոխության խնդիր կա։ Դավանափոխությունը շատ մարդիկ դիտարկում են կրոնական ասպեկտում։ Դավանափոխությունը ոչ միայն կրոնին է վերաբերում, որտեղ այն արժեքային համակարգն է, որի վրա դու հասարակություն ես ձևավորում եւ որի վրա նաեւ քաղաքական իշխանություն ես ձևավորում։ Այդ առումով նացիզմը
դա նույնպես դավանանք է, կոմունիզմը նույնպես դավանանք է, լիբերալիզմը նույնպես դավանանք է, ու լիբերալիզմի դավանանքի հիմքում դրված է մարդու իրավունքները, բայց իրական կյանքում ռեալ մարդու իրավունքները կապ չունեն նրա հետ, ինչը հայտարարված է, այսինքն մարդու իրավունքները եւ ժողովրդավարություն օգտագործում է ինչ-որ մի իշխանություն վերցնելու եւ աշխարհաքաղաքական առումով վերահսկողության տակ դնելու համար։ Դրա համար Երևան դու որ ասում ես այ նայեք մարդու իրավունքները խայտառակ ձևի խախտվում են եւ արևմուտքը ուշադրություն չի դարձնում, արևմուտքի համար կարեւոր է որ դավանանքի առումով Հայաստանի գործող իշխանությունը լինի իրենց դավանանքի տակ, իրենց դավանանք ունենա, բայց դա իրականում որևէ կապ չունի մարդու իրավունքների հետ։ Մարդու իրավունքները խախտում են շատ երկրներում, նաև խախտվում են խայտառակ եղանակով Հայաստանում։ Ուրեմն ամբողջ ինստիտուտներ են գործում, Եվրոխորհուրդ, ԵԱՀԿ եւ այլն, որտեղ ասում է օրենքի իշխանություն պետք է կառուցել։ Հայաստանում դատավորներ են ծեծում, դատավորներ են ձերբակալում, դատարանների վրա վարչապետի կոչով հարձակումներ եւ շրջափակում է լինում, անօրինական եղանակով սահմանադրական դատարանն է փոխվում, ազգային ժողովի նախագահը ասում է այն փոքր բազմությանը, որ ինչ-որ դատական process-ի դատական դատավարության շենքն էին շրջափակել, ասում է դատարանը պետք է ենթարկվի ժողովրդին եւ այն որոշումը կայացնի, որը ժողովուրդը պահանջում է։ Ժողովուրդն էլ են փոքր ամբողջներ։ Այս ամեն ինչի պարագայում արևմտյան կառույցները որևէ ձայն չեն հանում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ ինչպես կոմունիզմի ժամանակ էր պրոլետարիատի եւ գյուղացիների իրավունքի համար պայքար, բայց իրականում ավելի վատ էին ապրում, քան արևմուտքում, հա, եւ այդ պրոլետարները երազում են գնային արևմուտքում ապրել։ Նույնը մարդու իրավունքներին է վերաբերում։ Սա զուտ քաղաքականություն է, սա զուտ ուղեղների լվացում է, որը իրականության հետ որևէ առնչություն չունի։ Ես մի բան եմ ուզում ավելացնեմ, Ստեփան քո ասացին, ես լրիվ համաձայն եմ քո հետ։ Տեսեք, վերջերս Միացյալ Նահանգներում, եթե դուք հիշում եք, սպանվեց մագաշարժման հայտնի գործիչ Ռիչարդ Քիրքը։ Ինչ էր ասում Ռիչարդ Քիրքը։ Ինքը մոտավորապես կրկնում էր այն, ինչ որ ժամանակին 20-րդ դարի սկզբին հայտարարում էր հայտնի ռուս կանոնական փիլիսոփա Սերգեյ Բուլգակովը։ Ինչ էր ասում Սերգեյ Բուլգակովը, ինչ էր ասում Քիրքը։ Իրանք ասում էին, որ եթե գաղափարախոսության մեջ գլխավոր նպատակը դրվում է ազատությունը կամ դեմոկրատիան, ապա վաղ թե ուշ այդ դնողները վերածվում են տոտալիտար աղանդի։ Ինչու՞։ Շատ པարզ, շատ կարևոր խնդիր կար։ Սերգեյ Բուլգակովը մեղադրում էր այդ նույն բանը ձևակերպում էր մարքսիզմի մասին։ Ինքը ասում էր, որ մարքսիզմի հիմքերից մեկը այն գաղափարն էր, որ մարդը պետք է այս կյանքում հասնի երջանկության։ Բայց ըստ նույն մարքսիզմի, քանի որ մոտակա ժամանակահատվածում նա չի կարող հասնել, ապա հանուն ապագա երջանիկ մարդու կարելի է մասսայական կոտորածներ կազմակերպել հասնելու դրա այդ նպատակին։ Իհարկե Մարքսը այդպես գրեիք չէր ձևակերպում, բայց մեծ հաշվով մարքսիզմը վերածվեց բոլշևիզմի եւ այդ բոլշևիզմը տարածվեց նաեւ այլ տարբեր երկրներում եւ նույն մոդելն էր աշխատում, այսինքն հանուն ապագա երջանիկ մարդու միլիոնավոր մարդիկ էին ռեպրեսիաների ենթարկվում, կոտորվում, գնդակահարվում, հանուն ապագա երջանիկ մարդու։ Նույնը Քիրքը կրկնում է լիբերալ ֆաշիզմի մասին, ինքը ձևակերպում է լիբերալ ֆաշիզմ ձևակերպումը։ Ինչ է ասում, ասում է, երբ որ մարդիկ դնում են, որ պետք է հասնենք դեմոկրատական արժեքների, բայց այդ ճանապարհին մենք կարող ենք թույլ տանք ավտորիտար ճնշումներ հանուն դեմոկրատիայի, ապա դա ստացվում է, որ ապագա գեղեցիկ դեմոկրատիայի համար մենք կարող ենք ոտնահարել մարդու իրավունքները։ Եվ Քիրքը ասում էր, որ այդ մոտեցումը իրականում ոչ մի կապ չունի դեմոկրատիայի եւ ազատության հետ։ Դրա համար ինքը ինչ էր ասում էր, որ գլխավոր նպատակը հասարակության, դա ոչ թե պետք է լինի դեմոկրատիան եւ ազատությունը, իրանք պետք է լինեն միջոց։ Գլխավոր նպատակը պետք է լինի այն աստծո գաղափարը, որ ամեն մարդ պետք է իր մեջ ունենա, այն պատվիրանները, որ կան, այդ պատվիրանների, այսպես ասած, կանոնական ձևով թե աշխարհիկ ձևով, դա պետք է լինի մարդու կյանքի նպատակը, իսկ դեմոկրատիան, լիբերալ արժեքները եւ ազատությունը պետք է լինի լոկ որպես միջոց, որի տրամաբանության մեջ ինքը մերժում էր նաեւ գրեիք գեդոնիստական արժեքները, ինչպես LGBT, ասենք, չգիտեմ, գոմիկությունը կամ լեսբիականությունը եւ այլն եւ այլն։ Դուք տեսաք վերջերս շատ կարեւոր է, որ այդ իմաստով այն մագաշարժումը, որ ծնվեց Միացյալ Նահանգներում,
եւ այն մագաշարժումը, որ տարածում ունի արդեն ամբողջ Եվրոպայում մեկ, նաեւ հիմնադրվի նաեւ Հայաստանում։ Երբանդ հանուն արդարության ասենք մագաշարժումը շատ լավ ճակերտներում վերաբերմունք ունի Գազայի ցեղասպանության հետ։ Ես ուզում եմ շատ կարճ շարունակեմ Երևանի միտքը, ուրեմն երիտասարդները, որոնք բնականաբար Բրեժնևի ժամանակները չեն հիշում, մենք հիշում ենք, երիտասարդ ենք իհարկե, ամենատարածված կարգախոսներից մեկն էր, որ ամենտեղ կպցրած էին այդ պլակատները, պայքար հանուն խաղաղության։ Եվ Բրեժնևը միշտ ելույթ է ունենում խաղաղության համար եւ հայկական ռադիոյի մի անեկդոտ կար, որ պայքարը խաղաղության համար այնքան թեժ է անցնում, որ քարը քարին չի մնալու։ Հիմա տպավորություն չստացվի, որ մենք մարդու իրավունքներին դեմ ենք։ Իհարկե, արևմտյան քաղաքակրթությունը, հատկապես մինչև 90 եւ 2000 թվականները, շատ լավ առաջընթաց ուներ մարդու իրավունքների հարցով, եւ մենք բոլորս նախանձում էինք սովետական միությունում, դրանից հետո ուզում էինք նմանվեին։ Ոչ ոք դեմ չի, որպեսզի գյուղացիները եւ բանվորները չշահագործվեն եւ արժանապատիվ կյանքով ապրեն, ինչպես ասում էր կոմունիստական կուսակցությունը։ Բայց երբ որ դա դառնում է գաղափարախոսություն օգտագործում է իշխանությունը եւ այդ իշխանությունը օգտագործում է այլ երկրներում այդ գաղափարախոսությունները օգտագործելով իր ազդեցությունը տարածել, այսինքն սա սկսում է այլասերվել եւ այլասերվեց եւ լիբերալիզմը եւ կոմունիզմը դե նացիզմի մասի մենք էլ չենք խոսում։ Եվ ամենակարևորը, որ նույնիսկ այն քարոզիչները մարդու իրավունքի, որոնք այս վերջի 15-20 տարում կային եւ մարդու իրավունքների համար պայքարում են, այս խայտառակ իրավիճակում, երբ որ մարդու զուգարանում տեսագրում են եւ սոցցանցերում տարածում վարչապետի հայտարարությունից հետո, երբ որ բոլոր գյուղապետներ ու քաղաքապետներ, որոնք ընդդիմադիր են, ձերբակալվում են, երբ որ մարդկանց վարչապետի հրանգով ասֆալտին են պարկասնում, հետո ասում են 2 ժամից հետո նկարները դնեք սոցցանցեր, այսինքն այստեղ մի բույր սահմանադրության խախտում եւ քրեական օրենսգրքի խախտում է գնում եւ այդ մարդու իրավունքների պաշտպանները դրա չեն քննադատում եւ իրենք քաղաքական ելույթներով են հանդես գալի որպես կողմ սա նույն այդ այլասերման փայլուն օրինակն է ինչ անել տեսեք ես ասեմ շատ པարզ ես կարծում եմ պետք է մենք վերադառնանք այն արեմցան արժեքներին որը կար 70-ական, 80-ական թվականին նրա մոդիֆիկացված ձևով, այն ինչ որ առաջարկում է նույն մագաշարժումը, այն ինչ process-ները որ հիմա գնում են Եվրոպայում, եւ համոզված են որ այդ process-ները պետք է գան նաեւ Հայաստան, Վրաստան, Ռուսաստանում դա արդեն արմատավորվում է եւ դա է ապագան, որովհետեւ տեսեք իդեպ ասեմ որ մինչեւ խորհրդային միության փլուզումը արեմեցան բոլոր երկրների ղեկավարները հանդես էին գալիս իրենց ընտանիքներով, գնում էին եկեղեցի ամեն Կիրակի, դա խաղի կանոն էր, այսինքն այնտեղ հնարավոր չէր, որ եթե մարդը ունենա, ասենք, չգիտեմ, սիրուհի, առավելևս եթե հանգարց ինքը գոմիկ լիներ կամ լեսբոյի լիներ, դա կլիներ նոնսենս, մեծ մակարդակի, հա։ Հիմա եթե նկատել եք արևմտյան երկրներում ի հայտ են գալիս գոմիկ քաղաքապետեր եւ հպարտանում իրենք գոմիկ են, կամ լեսբոյիներ, որ հպարտանում իրենք լեսբոյիներ են, կամ մեկի կինը կարող է պետք է նախկինում տղամարդիներ Հիմա քննարկում են թե տղամարդեր թե կիներ, գիտեք ում մասին է խոսքը։ Ինչ եմ ուզում ասեմ, որ այս արժեքները այլասերել են արևմտյան արժեքները։ Եվ այն արևմտյան արժեքները, որ ի սկզբանե կային, այդ արևմտյան արժեքները իրականում այն արժեքներն են, որի հիման վրա հնարավոր է իսկապես համաշխարհային նորմալ զարգացում, որը կարա բերի համընդհանուր խաղաղության աշխարհում։ Այդ արևմտյան արժեքները ասվածը դրանք քրիստոնեական արժեքներ։ Այո, քրիստոնեական, ինչը մենակ քրիստոնեական, հյուդայական, քրիստոնեական, մահմեդական։ Միացյալ Նահանգները վերցնում իրանք ամեն բոլոր հղումները արվում էին քրիստոնեական եւ հիմա ընդ որում հիմա որ այդ պայքարը գնում է, այդ քրիստոնեական արժեքների դեմ է գնում Միացյալ Նահանգները։ Այո, ես ուզում եմ մի բան ասել անպայման, որ յուրաքանչյուր մարդ ինքը փորձում է գտնել իր երջանկությունը իր ձևով, ինչպես հասկանում է, եւ ես չեմ կարծում, որ նույնասեռականներին եւ այլն պետքա պատժել, հալածել, թիրախ, այսինքն իրանք նույնպես իրավունք ունեն երջանիկներ, այնպես ինչպես իրենք պատկերացնում են եւ իրենց իրավունքները պետք է անպայման պաշտպանել նաեւ Հայաստանում։ Այլ բան է, երևի դու նկատի ունես դրա ռոպագանդա։ Այո, ես դրա նկատի ունեմ։ Բայց իրանք իրավունքը ով է Հայաստանում գնացել, ասենք
Չէ, խորհրդային ժամանակ արգելված է սպանել, չգիտեմ, բռնել, Չէ, ճնշել։ դե տեսեք, Իրենք են ավելի շատ մարդկանց աչքում։ Թիրախավորում Թիրախավորում միշտ եղել է։ Տեսեք, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգներում էս վերջերս պաշտպանության նախարարը հայտարարեց, որ այլևս պետք է գոմիկներ կամ լեսբույներ Միացյալ նույնասեռականներ, հա, ինչ որ է։ Ես սեքսուալ փոքրամասնություն բնականաբար դեմ չեմ։ Մարդու իրավունքը պետք է լինի համընդհանուր, բոլորը պետք է հավասար լինեն։ Այլ խնդիրը, որ իրանց քարոզությունը, պրոպագանդան հպարտանալը, որ իրենք կարող են դառնալ քաղաքապետ բան, դա ես կարծում եմ, որ երբ քաղաքապետ կարող դառնալ, ինձ հետաքրքիր է, եթե դուք դեմ չեք, ինչ չեն կարող քաղաքապետ դառնալ։ Չէ, տեսեք, մարդը կարող քաղաքապետ դառնա, բայց հպարտանալ դրանով իմաստ չունի, ես կարծում եմ, որ դա ուրիշ հարց է։ դա ֆունդամենտալ խնդիր է։ Չէ, եթե դուք դեմ չեք։ Հիմա նորմալ ես այդ նորմալ եմ ձևավորում։ Տղամարդ եւ կնոջ սիրո պատմությունը սերիալներում, ֆիլմերում, հերոստատեսությամբ ցույց են տալիս։ Եթե դուք դեմ չեք այդ երևույթին, ինչու՞ պետք է դա հերոստատեսությամբ ցույց չտան։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, խնդիրը կանում է այն բանում մեջ, որ ես դրա համար եմ ասում, Քերքի եւ Ռիչարդ Քերքի եւ Սերգեյ Բուլգակովի եւ շատ այդ կրոնական փիլիսոփաների գլխավոր իմաստը կանում է դրան մեջ, որ մարդկության գլխավոր իդեան պետք է լինի ոչ թե վերացական ազատությունը, այլ բարոյական արժեքները, ազատությունը անհրաժեշտ է, բայց որպես միջոց։ Որն է բարոյական արժեքների աղբյուրը, որն է։ Տեսեք, ասեմ, բարոյական արժեքները այն պատվիրաններն են, որոնք կան։ Այսինքն, մենք կողմ ենք, որ լինի դեմոկրատական երկիր, բայց մենք դեմ ենք, որ դեմոկրատական երկրում բոլոր գաղափարները տիրաժարվեն հավասար պայմաններով։ Այն պատվիրանները, որ մենք բոլորս, այո, նու մեր համար կրոնական, իսլամ կա, քրիստոնեություն կա, իսլամ կա, կոնֆուցիոական կա, սինտոիզմ կա, բոլորով ձեր ասածը մեղք կա համարվում։ Հա, ես դա եմ ուզում ասեմ, որ այնուամենայնիվ ես լավ չեք վերաբերվում։ Չէ, ես Երևանի ասածը մի քիչ ուրիշ ձև է ասեն, որտեղ նույն Միացյալ Նահանգներում միջև Բայդենի ժամանակ, հա, սենց դրական խտրականության գաղափարը գոյություն ուներ։ Այսինքն ոչ թե որ մարդիկ հավասար են բոլորը իրար, անկախ իրենց կրոնից, սեռական կողմնորոշումից, ռասայից եւ այլն, գնում է դրական խտրականություն եւ մարդկանց աշխատանքի են ընդունում, եթե ինքը փոքրամասնություն է, այդ տարբեր իրենք ունեն առաջնահերթություններ։ Եվ այդ դրական խտրականության պատճառով նույնիսկ շատ պետական պաշտոնների են մարդկանց նշանակում, գործարանների մենեջերներ, որոնք սկսեցին հետ գնալ բանակում, հա, երբ որ Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն Միացյալ Նահանգներում, երբ որ ռեկլամեր անում պաշտպանության նախարարի պաշտոնական ներկայացուցիչը, տղամարդեր կնոջ շորերով, բանով եւ այսինքն սա ռոպագանդա էր գնում։ Եվ ստեղ խախտվում էր հավասարության իրավունքը, այսինքն եթե գործեր են ընդունում, երբ առաջերտին նայում են սևամորթին, նայում են, ասենք, նույնասեռականին, եթե տրանսգենդերը ավելի լավ եւ բան, եւ ստեղ հավասարության եւ մրցակցության սկզբունքներ կան։ Ես կարծում եմ Երևանը դա այդ նկատի ունի։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, Բարիս բունի մաստով 2 օր առաջ Լոնդոնում մի հատ մեծ բանով կա խմբով գնաց բրիտանական բանակի բանը տրանսգենդերների մի հատ բան, հատուկ տրանսգենդերները եւ գոմիկներ լեսբույներից կապված մի հատ բանակային, այսինքն այդ բանակի այդ մասներ եւ հպարտության պարադ էին անում։ Հիմա դա նորմալ բան է։ Չէ, ես դեմ եմ դրան, ասեմ ինչու, որտեղ դա համամարտկային նորմալ բնական արժեքներին հակացուցող բան է։ Դրամ եմ ասում, որ Քերքը, Ռիչարդ Քերքը, Բուլգակովը եւ ընդհանրապես աշխարհի բոլոր նորմալ Ամերիկան հասան դրան, որ աննորմալ բաներն պետք է պայքարել։ Ես կարծում եմ, որ պայքարի տակ չի հասկացում, որ դրանց պետք է ռեպրեսիաների ենթարկվել, իհարկե ոչ։ Ես դա գողություն անողել, ոչ մեկ չի սպանում։ Ես ենթադրում եմ, որ դա չի կարելի նման այլասերված երևույթները սարքել հերոսության ինչ-որ տիպաժներ եւ տանել առաջ։ Այսինքն այն ինչ-որ այսօրվա արևմտյան լիբերալ, այսպես ասած, տրենդը տիրաժարվում եւ առաջարկվում է աշխարհին։ Մինչեւ Տրամպի իշխանության գալը, եթե դուք գիտեք, Միացյալ Նահանգները իր բոլոր դեսպանատներում բարձրացնում էր այդ բանի դրոշը, չէ՞, ԼԳԴԲ դրոշը, եւ ինքը քարոզում էր դա։ Հիմա հարց. դուք պատկերացնում եք, որ Հայաստանի կամ Վրաստանի պես երկրում
կարող է որևէ լինի պարատ, որտեղ տրանսգենդերները բանակի կամ չգիտեմ բանի կարող։ Ես չեմ կառավարության կեսը կարող է պարատին մասնակցի։ Միգուցե կարող է մասնակցի, բայց Բորիս, ես կարծում եմ, որ հասարակությունները այլասերում են հենց դրա պատճառով, եւ պետք է մենք ամեն ինչ անենք, որ Հայաստանը, Վրաստանը եւ այդ տիպի երկրները գոնե մենք չհասնենք այն ինչ որ հիմա կատարում է Մեծ Բրիտանիան։ Բայց մարդու իրավունքները պետք է պահպանել։ Մարդու իրավունքները պահպանելը կապ չունի դրա հետ։ Բաներ ասացիք։ Մարդու իրավունքը կապ չունի դրա հետ։ Ինչի։ Դիմ այդ բաները ինչի G8-երը մարդ չէ։ Մարդեն նույն ասարականները մարդեն հիմա պակիստանցիներ եւ Հնդկաստանի քաղաքացիներ կա Հայաստանում մարդ չեն։ Դրանք կապ չունեն դրա հետ։ Ես ասում եմ քեզ բանը այլասերությունը կապ չունի այդ ինչ որ դու ասացիր, որովհետեւ աշխարհում իսկապես ազգային եւ կրոնական փոքրամասնությունները դա համընդհանուր պաշտպանության խնդիր պետք է լինի, դա միանշանակ իմպերատիվ խնդիր է։ Ես նկատի ունեմ մարդկային այլասերման խնդրի մասին է խոսքը, պետք չի տարբերել դրա մեջ։ Այսինքն խոսքը նրա մեջ չի, որ պակիստանցիները կամ հնդիկները բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ, նորմալ է եւ երևույթ է եւ մենք համարում ենք, որ մենք աշխարհը պետք է բազմազանության բանի գնա, բայց բազմազանության մեջ պետք է բարոյական նորմերը պահպանվեն, որը նշանակում է, որ այդ սեքսուալ փոքրամասնների տիրաժարվող կամ քարոզությունը պետք է կանգնեցվի, որը խայտարակություն է։ Եվ ուրախ եմ, որ այդ խայտարակությունը կանգնեցման process-ը գնում Միացյալ Նահանգներում, այդ տիրաժով գալու է Եվրոպա, մեր մոտ բարեբախտաբար մենք դրան չենք հասել, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրան չհասնենք։ Երևան դրա համար կա մեկ բան՝ ձայն չտալ քաղաքացիական պայմանագրին, ճիշտ եմ հասկանում։ Եվ դրա կցորդ Հանրապետություն կուսակցությանը Արամ Զավենի Սարգսյանին։ Արամ Զավենի Սարգսյանն էլ ես զարմանում եմ ուղղակի իրենց քաղաքապետի տեխնացուն փաստորեն ինչ հայտարարեց հանրայինի եթերում, ասում է ես որ դառնամ քաղաքապետ կգնամ կչոքեմ կառավարության դեմ, որ ծրագրեր իրականացնեմ։ Այդ փաստորեն Արամ Զավենի Սարգսյանի փիլիսոփայությունն է, ինքը ամեն ինչ չոքելով է ուզում անում, բայց պարտադիր չի մարդը քաղաքապետ։ Բոլորի առաջ չոքի ինչ որտեղ։ Դե ես կարծում եմ կառավարությունը պարտավոր է համայնքներին օգնել։ Ժողովրդի առաջ կարելի է չոքել, բայց ես կարծում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը տենց խնդիր չունի դառնալ քաղաքապետ։ Արամ Զավենի Սարգսյանի վերջի հայտարարությունն է, որ դուք կարդաք կհասկանաք, որ ինքը ավելի շատ հիմա պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի տեխնացուին, քան թե իր տեխնացուին, որտեղ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանը երազում է, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, պատկերացրեք թե ինչ ասում, հա, եւ որպեսզի դա չլինի, պետք է ամեն ինչ անել, որ վաղար շաբաթում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները հաջողության չհասնեն։ Սա իր պաշտոնական հայտարարությունն է, այսինքն այդ մարդը չի թաքցնում բաց ձևով պաշտպանում։ Այս Ադրբեջանը ուզում է, որ ԿՊ-ն չհաղթի։ Այո, բայց այս իր երեկվա Facebook-ան գրառում որ կարդակ դա է ասում։ Բայց միջև էլ ինքը ասում էր 23 թվականից առաջ, որ Արևմուտքը թույլ չտա, որպեսզի Արցախը էթնիկ զտումների ենթարկվի։ Դե այդ ժամանակ չէին հասցրել չոքել։ Չեն հասցրել։ Ես կարծում եմ, որ իր հայտարարություններին լուրջ պետք չի վերաբերվել, բայց մոտիվացիաները կարելի է հասկանալ, թե այդ մարդիկ ինչ են ասում։ Երբ որ դուք ասում եք, թե իր տեխնացուն կարող է դառնալ քաղաքապետ, նույնիսկ տեսական մակարդակով այդ մարդիկ տես խնդիր չեն դրել։ Այդ մարդիկ դրել են ֆունկցիա Նիկոլ Փաշինյանի տեխնացուի համար աշխատելու համար, այսինքն բանը հարցակվեն ընդդիմադիր գործիչների վրա, որպեսզի հեշտացնեն Նիկոլ Փաշինյանի տեխնացուին կարողանան սարքեն քաղաքապետ։ Սա իրաց նպատակ են, չեն թաքցնում։ Շատ լավ, ավելացնելու բան ունեք։ Ոչ։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ իրական օրակարգի ֆորմատում մենք քննարկում ենք երկակի ստանդարտները, որոնք հաճախ կիրառվում են արևմտյան կառույցների կողմից։ Հասկացանք, թե Եվրանեստին, որ տեղի ունեցավ Երևանում նիստը, ինչու Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն եկել։ Եվ ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ էլ քննարկում իրականացնում ենք քաղաքագետներ Երվան Բոզյանի եւ Ստեփան Դանիելյանի հետ։ Ստեցություն կհանդիպենք։